Բարոյձեզ Ֆակտոր TV հյուրը ազգային ինքնորոշում միավորման առաջնորդ Պարոյ Հայրիկյանն է, բարոյձեզ Հայրիկյան։ Այսօրը մայիսի 9-ը տարբեր կերպ են անվանում, Ռուսաստանում հայրենական պատերազմում հաղթանակի օր, Եվրոպայում պարզապես հաղթանակի օր, Միացյալ Նահանգները ևս նմանատիպ է գործածում, այսինքն նշանակությունը նույնն է, հաղթել ենք ֆաշիստական Գերմանիային եւ շատ հետաքրքիր մի բանավեճ սկսվեց վերջերս Թրամփը ասում է Միացյալ Նահանգներն է ունեցել կենտրոնական նշանակություն եւ դերակատարություն այդ հաղթանակում կարծես Պուտինը անուղակի նրան էր պատասխանում որոշակի մեղադրական տոնով որ փորձում են այսպես ասենք մեր բառերով ասած իրենց վրա կարել այդ հաղթանակը ինչպիսի նշանակություն եւ սիմվոլիկա ունի այս մայիսի 9-ը, պարոն Հայրիկյան, հատկապես Ուկրաինայի դեմ Ռուսաստանի այս պատերազմի ֆոնին։ Ես մի սկզբունքային բան կուզեի ասել նախ եւ առաջ։ Երբ դու ճշմարտությունը ընդհանրապես վեճերի մեջ խնդիրն այն է, որ ով է առաջնորդում ճշմարտությամբ եւ ով հետին նկատառումներով։ Հիմա ես փորձել եմ իմ ամբողջ կյանքում առաջնորդվել ճշմարտությամբ։ Այդ դեպքում դու խնդիր չես ունենում։ Շատ հարցերում թվացial շահերը դառնում են 10-րդական, հետագայում պարզվում է, որ ճիշտ, որովհետև ճշմարտության հետ դու հայտնվում ես տիեզերական օրինաչափությունների դաշտում։ Տեսեք, ասում եմ տիեզերական օրինաչափություններ, ոչ թե մարդկային եւ այլն։ Եվ այդ դեպքում դու շահած ես։ Եթե դու տիեզերական օրինաչափություններից դուրս ես գալիս, անում ես բաներ, որոնք այդ ճշմարտության հետ չեն առնչվում կամ հոգեհարազատ չեն, պարտված ես։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք գիտենք, որ կար Land-Lease։ Այդ Land-Lease-ի նշանակությունը գերագնահատել ուղղակի հնարավոր չէ։ Նրանք Ռուսաստանին տվեցին մի քանի անգամ ավելի զինամթերք, տեսեք ասում եմ մի քանի անգամ ավելի։ Դրա մեջ տանկեր, օդանավեր եւ այլն եւ այլն։ Կա Ռուսաստան ուներ պատերազմի ընթացքում, երբ արդեն պարտվում էր։ Այնպես որ նա ով կասի, որ Ամերիկայի դերակատարությունը իսկապես մեծ էր, այդ մարդը ճշմարտության անունից է խոսում։ Իսկ ով որ պորոտախոսաբար կասի, դե մենք առանց էլ պիտի հաղթեինք, 20 միլիոն զոհ չէինք, դա 40 գտայինք, բայց կհաղթեինք, դրանք ստախոս են։ Ոչ մի երևույթ չպետք է թերագնահատել, բայց երբ այդ գերագնահատումը հասնում է ստին, այդ դեպքում պիտի ասես դու ստում ես պարզապես։ Մոռացել ենք, որ 6 շաբաթվա ընթացքում պատկասենք մի քանի միլիոն գերի։ Այն էլ առաջի օրերին պատերազմի։ Այդ արդեն ցուցիչ է որոշակի։ Հետո ինչպես պատահեց, որ հաղթանակից հետո նախ քաղաքակիրթ աշխարհը, այդպես ասեմ, այսօր իրավունք ունենք այդպես ասելու, նշում է ամսի 8-ին։ Այո, տարբեր։ Իդեպ այնտեղ կարևոր մի դրվագ կա։ Ամերիկացիները սովետական միությանը զգուշացրել էին այն ժամանակ, որ եկեք մի երկու օր հետաձգենք Բեռլինի գրավումը, որովհետև եթե այսօր գրավենք, հսկայական զոհեր ենք տալու։ Ստալինը չհամաձայնեց։ Ուզեց անպայման Բեռլինը եւ տվեց հենց ամերիկացիների նշած զոհերի քանակը 300,000։ Իսկ նրանք այդ նույն օրը տվեցին մի քանի հազար զոհ, երբ եզրափակիչ փուլն էր։ Այսինքն մարդու նկատմամբ հարգանքը։ Մենք գիտենք, որ գործ ունենք բռնապետության հետ, երկու բռնապետություններ։ Մեր մարդկանցից շատերը նոր են սովորում, մինչդեռ իմ վերաբերյալ ֆիլմ կա պատրաստված, ԽՍՀՄ, այսպես է կոչվում, բռնապետությունից դեպի բացարձակ ժողովրդավարություն կամ պատմության նորօրյա պատմության մոռացվող էջերից։ Այդ ֆիլմի բոլոր մասերը 3 մասանի ֆիլմ է, սկսվում են նրանով, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը սկսվել է Ստալինի եւ Հիտլերի դաշինքից հետո։ Հիմա հաղթանակի մասին խոսում է այն պետությունը, որ եղել է Հիտլերի դաշնակիցը։ Ավելին ասեմ, Հիտլերի իշխանության է եկել, որովհետև այսօր հաղթանակած պետության ղեկավարը այն ժամանակ գերմանացի կոմունիստներին պարտադրեց, որ նրանք սոցիալիստական կուսակցության հետ դաշինք չկնքեն։ Եվ այդ պատճառով Հիտլերը դարձավ կանցլեր։ Ընտրություններով է դարձել։ Երկար պատմություն է, բայց չգիտեմ, որ մեր քաղաքացիներին արդյոք դա է այսօր հետաքրքրում։ Եկեք, ինձ թվում է, սա կարող է հետաքրքրել, տեսեք, երկրորդ համաշխարհայինում տարած հաղթանակը Ռուսաստանի այսօրվա իշխանությունը փորձում է ձևախեղել եւ այս օրվա նշանակությունը հարմարեցնել Ուկրաինայի դեմ պատերազմի իր նարատիվների եւ պրոպագանդային, ասելով մենք 45 թվին հաղթեցինք նացիստներին, ֆաշիստներին, հիմա Ուկրաինայում վերածնունդ է ապրել ֆաշիզմը, նեոֆաշիստական ռեժիմ է, մենք հիմա էլ հաղթում ենք, պատերազմում ենք նեոֆաշիզմի արդյունացման դեմ։ Այ ընդհանրապես
ինչու է արվում այս մանիպուլյացիան, այսինքն ձևախեղել եւ իրական պատմական այս հաղթանակը, իդեպ ոչ թե ռուսների հաղթանակը, ինչպես նրանք փորձում են սեփականաշնորհել ասել ռուսները հաղթեցին, այլ հաղթեց այո խորհրդային տիրապետման տակ գտնվող բազմաթիվ ժողովուրդներ, հայեր, ադրբեջանցիներ, ուկրաինացիներ, վրացիներ եւ մյուսներ, հա։ Ինչ կարող եք ասել այս ձևախեղման մասին եւ հետո կխոսենք նաեւ սեփականաշնորհման տրամաբանությունից։ Եթե դա իհարկե կարևոր է։ Այո։ Մեր քաղաքացիների համար, մեզ համար հետաքրքրական է։ Սկսեմ նրանից, որ մենք այս վերջին պատերազմում տվեցինք 5000 զոհ եւ դա շատ տառապագին ենք անցնում, ճիշտ ենք անում, որովհետեւ 5 զոհն էլ զոհ է։ Նույնիսկ եթե հայրենիքի համար են այդ զոհերը, երբեմն ավելի ես գնահատում, որ բայց այդ երկու ավազակների Ստալինի եւ Հիտլերի միջև եղած պատերազմին մասնակցելու հետևանքով հայությունը տվել է ավելի քան 300 զոհ, այսինքն 60 անգամ ավելի 300,000 զոհ։ 300 60 անգամ ավելի, քան մեր այս քարոզիա պատերազմի ժամանակ, նույնիսկ ավելի։ Ուրեմն Ամերիկայի Միացյալ Նահանգները տվել են ընդամենը 300 զոհ, 300,000 զոհ։ Այսինքն այնքան ինչքան փոքր հայ ժողովուրդը, փոքր ասելով նկատի ունեմ քանակը։ Հիմա այդ պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ բռնապետներ էին։ Սովորաբար, որպես կանոն, ժողովրդավար երկրներ երբեմն նույնիսկ ունենում են նաև հակասություններ, հակամարտություններ, բայց դա պատերազմի չի հասնում։ Ժողովրդավարության կարևորությունը նաև դա է։ Հիմա ինչու են սրանք փորձում են նախ այնքան են իրենց մոտ հիմնավորել իրենց համար, որ գիտեք, մենք հաղթեցինք, մենք ֆաշիզմը կործանեցինք, դուք ֆաշիզմը կործանեցիք ավելի որպես մեկ այլ որակի ֆաշիստներ ձեզ դրսևորեցիք տեր դառնալով արևելյան Եվրոպային։ Այս հարցում ես երբեք չեմ կարողանում նույնիսկ ընկալումով վերաբերել Եվրոպայի դիրքորոշմանը։ Չերչիլը միակ, իսկապես միակ արդարամիտ մարդն էր այդ փուլում, երբ ասում էր, որ մենք Հիտլերին ջախջախեցինք, բայց ոչ նրա համար, որ Սովետական Միությանը տանք Լեհաստան, Հունգարիա, Չեխոսլովակիա, այն ժամանակ միասնական Ռումինիա եւ այլն։ Ուրեմն երբ դուք ասում եք, ես մի անգամից հիշեցի Ալիևի նույն բաները, թե Հայաստանում նժդեին ֆաշիզմը եւ այլն, դա հետաքրքրականն է, որ բռնապետները փորձում են հակաբռնապետական ժողովրդավարական կեցվածք ընդունել։ Ստալին կամ Ստալինյան Ռուսաստան, Ստալինյան Սովետական Միություն, չասեմ Ռուսաստան, չեմ ուզում Ստալինով ռուս ժողովրդին էլ վիրավորել։ Դու ով էիր, որ ֆաշիզմ տապալեիր։ Դու շատ ավելի գերմանացիները քեզնից են սովորել համակենտրոնացնել ճամբարներ կառուցել։ Հատուկ գերմանական պատվիրակություն էր գալիս, որպեսզի տեսներ, թե ճակերտավոր ժողովրդի թշնամիների ինչպես էին վարվում բոլշևիկները։ Այս ամենը պատմություն է, իրողություն է։ Հիմա թե որևէ բռնապետ ինչու է այս կամ այն ձևակերպում օգտագործում, ինձ այսինքն նույնացնել, այն ժամանակ մենք հաղթել ենք գերմանացի ֆաշիստներին, հիմա կհաղթենք ուկրաինացի ֆաշիստներին։ Հատ պարզ թվաբանություն։ Այն ժամանակ ֆաշիստական Գերմանիան 3 անգամ պակաս բնակչություն ուներ եւ զենքերի քանակն էլ գիտեք այնքան շատ չէր։ Ունեին նրանք միայն կազմակերպվածություն եւ այդ ձեռքի թեթև ավտոմատները, դա էր իրենց առավելությունը։ Մնացյալ բոլոր զենքերը նույնատեսակ էին։ Բայց 60 միլիոնի դեմ դու չկարողացար կռվել մոբիլիզացնելով մինչև արևմուտքը քեզ օգնության չհասավ։ Հիմա դու հոխորտում ես ամբողջ աշխարհի դեմ, ըստ էության, որքան էլ որ գիտեք, Թրամփի հետ հույսեր էին կապում, որ նա պիտի ամերիկյան արժեհամակարգը ուրանակ։ Դե Թրամփը ասում էր բաներ, որոնք հաճելի էր լսել բռնապետներին, բայց մյուս կողմից Թրամփը ներկայացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները կա սահման։ Դրանից ելնելով, երբ խսուր գնահատականներ էին տալիս, ես ասում եմ մի շտապեք։ Դե Թրամփը մի հանրության ներկայացուցիչ է, որը իր վերջո իր կանոնները պիտի թելադրի։ Հիմա ինքը փոխել է, նկատել եք, նաև որոշակի համաձայնություններ կնքվեցին առարկայական։ Չի կարող որևէ երկիր, Ռուսաստանը նկատի չունեմ, ամբողջ քաղաքակիրթ աշխարհի հետ կռվել, այն դեպքում, երբ կան սկզբունքային տարաձայնություններ։ Եվ դարձյալ ստի մասին է խոսքը։ Սուտ։ Ով սկսեց պատերազմը։ Ուկրաինան հարձակվեց Ռուսաստանի վրա, կան նույնիսկ իմ ընկերների մեջ երկու առաջ խոսում էինք, ասում էին, գիտես, բայց այն որ իրենք Լուգանսկ եւ այլ ռմբակոծում էին, չուզեցա խորանալ, որտեղ ընկերների հետ մանավանդ հետո իրենք կմտածեն, կհասկանան, որ աշխարհը եթե այդպեսի գնահատական է տալիս, աշխարհը ավելի իրազեկ է, քան մենք, բայց ընդհանրապես հիմա հայտնի չէ, որ
այս գործողությունների պահին Զելենսկին առաջարկում է զինադադար, այս կողմից ասում են չէ։ Այնպես որ դա ես համարում եմ տխուր դառը իրականություն, որը արժանի է համամարտկային պարսավանքի մեղմ ասած։ Եվ մենք տեսնում ենք, պարոն Հարիկյան, որ այդ բռնապետական ռեժիմների ֆաշիստական բնույթը այսօր դրսևորվում է եւ դառնում է ժողովուրդների տառապանքի առարկա, պատերազմների առարկա, Արցախի բռնի տեղահանումը հենց Ալևյան հայատյացության հետևանքեր, չէ՞, այսինքն չհանդուրժել հայկական տարի գոյությունը իր հայրենիքում։ Մենք տեսնում ենք նույնությամբ Պուտինյան այդ մոտեցումը, հակաուկրաինական մոտեցումը, երբ որ նա ի դեպ ռմբակոծում է ռուսալեզու քաղաքներ, թեև գնացել էր նրանց փրկելու, հա, այդ ռմբակոծվող անձանց։ Ստացվում է 21-րդ դարում եւս, այսպես ասենք, նացիստական կամ ֆաշիստական մոտեցումները վտանգ են սպառնում եւ որոնք են այդ պաշտպանական մեխանիզմները։ Միջազգային իրավունքը կարծես ստվերվում է, երբ որ ռազմական ուժն է առաջ գալիս եւ միջազգային իրավունքը կարծես չի կարողանում պաշտպանել այն ժողովուրդներին, որոնք զոհ են դառնում։ Վերջին շրջանում դա բավական արտահայտելի դարձավ, որ միջազգային իրավունքը սկսել է իր դիրքերը զիջել, բայց միջազգային իրավունքով է, որ քաղաքակրթությունը դեռ կա, եւ եթե հետագայում պիտի լինի, ապա միայն միջազգային իրավունքով։ Կամ էլ կունենանք Չինգիզխանական բռնապետություն, գիտեք չէ, մարդիկ կան, որ ասում են Չինգիզխանը շատ մեծ բնապաշտպան էր, շատ մեծ։ Ասում եմ ինչպես, եթե ինքը մարդկանց էր կոտորում։ Հա ինքը 30 միլիոն մարդ կոտորեց եւ որտեղ որ ինքը կոտորեց, այդ վայրերում անտառները սկսեցին աճել։ Այսինքն այդպիսի ապուշություններ ասողներ էլ կարող են լինել, բայց փաստն այն է, որ մեր քաղաքակրթությունը մասնավորապես կարծում եմ ոչ այնքան Ամերիկայի, որքան ֆրանսիական հեղափոխության արդյունքում երևի միակ դրական արդյունքն է այդ հեղափոխության, ասեմ անկեղծորեն, որովհետեւ ես այդ գիլյոտիններ եւ այլն, ի վերջո Ռոբեսպիերի զոհ գնալը դա ինձ համար մղձավանջային մի շրջան է, բայց նրանք ընդունեցին հռչակագիր, որում ասված է, որ բոլոր քաղաքական միավորումների, այդ թվում պետությունը, գլխավոր խնդիրը պետք է լինեն մարդու իրավունքները։ Հիմա որևէ խնդիր քննարկելիս մենք պետք է նայենք մարդու իրավունքները շահեկան վիճակում են թե վատ։ Ինչ վերաբերում է Հայաստանում տեղի մեր իրականության մեջ մեզ հետ կապված տեղի ունեցած իրադարձություններին, ես պիտի այստեղ ասեմ, որ այս դեպքերը եւս եկան մեզ հաստատելու, որ մեզ ճակատագրով մեծ դեր է տրված եղել ու մենք դա չարդարացրինք, որովհետեւ երբ Արցախի նկատմամբ հարձակումը սկսվեց, օրինակ եթե ես լինեի վարչապետը, եթե եմ ասում, պատերազմից առաջին օրը ես կդիմեի համաշխարհային հանրությանը, որ լսեք, ճիշտ է ունենք տարբեր բովանդակության միջազգային փաստաթղթեր, բայց բոլորում շեշտված է մի բան, հարցերը լուծելու ենք խաղաղ ճանապարհով առանց պատերազմի կամ պատերազմի սպառնալիքի ուր եք։ Առաջին օրը, երկրորդ օրը, երրորդ օրը մի շաբաթ հետո գոնե տեղ կհասներ։ Իսկ մենք ինչ արեցինք, մենք միջազգային իրավունքի ընդունած կանոններն արհամարեցինք, ասացինք հաղթելու ենք, հիշում եք, չէ՞, ապուշները շարք կանգնած գոռում էին հաղթելու ենք, որովհետև եթե պարզ քաղաքացի չի, այլ գործիչ է, նա տեսում է, որ դրա համար պետք է լավ կազմակերպված, պետք է ունենալ պատմության գիտակցություն, պետք է իմանալ Սարդարապետը ինչ պայմաններում է կերտվել։ Այսինքն պետք է պատրաստ լինել հաղթելու կամ գոնե։ Եվ ինչ տեղի ունեցավ, մենք միջազգային իրավունքը արհամարեցինք, այդ ամենավճռական փառում։ Ինքներս ոչ մի քայլ չանելով սպասեցինք, թե դրսից ով ինչ պիտի ասի։ Եվ դրսից ով ինչ որ մեկը բան ասած, մասնավորապես երկրի նախագահն ասում է, այդ հարցը կարելի է կարգավորել ու ուղարկելով միջնորդներ։ Այստեղից հնչեց հակառակը։ Բռնապետական Ռուսաստանը մեզ բավարար է, նա կօգնի։ Այսինքն իրեն հիմարի տեղ դրած այդ Ալիևին զենք մատակարարած, այդ քանակությամբ զենք մատակարարած եւ դա բնականon համարած պետությանը դաշնակից համարեց։ Դրա համար մենք հայտնվեցինք այս վիճակում եւ ինչի սրա մասին խոսեցի, սա ունեցավ զարգացում։ Հանկարծ նկատեցի, որ կարելի է այսօր բռնի ուժով հարցեր լուծել։ Բանը այնտեղ հասավ, որ Ալիևը հիշում եք, չէ՞, լկտիաբար ժամանակները փոխվել են, հիմա ուժով են հարցեր լուծվում։ Միայն ապուշը այդպեսի բան կարող է ասել, որովհետեւ միշտ քեզնից ուժեղը կարող է լինել։ Նշանակում է վաղը նույն կերպ քուականջները քաշողը կարող ասել, ինչ էր ասում ժամանակները փոխվել են։ Ես էլ ուժեղ եմ, հիմա իմ հերթն է։ Այնպես որ դա չի ճանապարհը։ Այո, տեսնում եք, գիտեք, այդ ֆաշիստական լինելու մեղադրանքը այդ բռնապետական ուժերը օգտագործում են պետությունների դեմ պատերազմ սանձազերծելու նպատակով։ Ալիևն ասում է հայկական ռևանշիզմը
վերածնունդ է ապրում, հա, հասկանալի է, որ դա պատերազմի նախապատրաստման գաղափարական կողմը կարող է լինել։ Ձեր նախորդ հարցի ամենակարևոր մասին ես մոռացա պատասխանել, որն է ելքը։ Ելքը Հայրիկյանի բացարձակ ժողովրդավարությունն է։ Որովհետև այդ բանաձևը որևէ պետության կողմից ընդունելուց հետո դա դառնում է հստակ չափորոշիչ, թե տվյալ պետությունը իր պետական համակարգով ժողովրդավարական է, թե ոչ։ Ինչ եմ շեշտում պետական համակարգով, որովհետև կարող է լավ ավանդույթներ ունենալ ժողովրդավարական։ Դա ժամանակավոր կգործի, բայց պետական համակարգում ամրագրված ժողովրդավարական կանոնները դրանք պարտադրում են։ Եվ այդ դեպքում միանգամից կսկսեն հաշվել, ամեն պետություն կհաշվի իր համար, ինքը քանի տոկոսանոց է ժողովրդավարական։ Այդ բանաձևով երևում է, որովհետև դու ընդհանրապես թվեր ես տեղադրում։ Քանի տարին մեկ է ընտրությունը, ընտրություններին ինչքան մասնակցեց, քանիսի ձայները հասան պարլամենտ եւ արդյունքում ստանում ես կամ դատավորները ընտրովի են թե նշանակովի, արդյունքում դու ստանում ես 50%, 10% եւ դու գիտես 10% եմ ստացել, որովհետեւ դա իմ վարչապետը չի ընտրվում ժողովրդի կողմից եւ պարլամենտը էլ ներկայացնում է ընտրություններին մասնակցածների, ասենք 40%-ը։ Այս սա կարող է փոխել ողջ քաղաքակրթական ընթացքը։ Ես չեմ վախենում այդպեսի ճորոն բառերից, որովհետև ժամանակին նմանատիպ դերակատարություն ունեցել եմ արդեն։ Բացի այն, որ եղել եմ Հայաստանի ազգային ազատագրական պայքարի առաջնորդը, այսօր ապրող միակ առաջնորդն եմ։ Ուրիշ չենք էլ ունեցել հաջողակ։ Պիտի աննաչար դատենք, էլ ես ոչ եմ գլուխ գովելու բան չի։ Նայում եմ, ունեցել ենք հերոսներ, ունեցել ենք հայտնի դեմքեր, ունեցել ենք, այսօր նրանք հերոս կոչվում են, այո, նույնիսկ ազգային հերոսների թվում են։ Ինչ հաջողության են բերել, ազգի համար ինչ են արել ստրատեգիական։ Ցավոք սրտի ոչ ոք ոչինչ, ոչ ծրագիր է ունեցել, ոչ էլ նպատակադրում, ավելին դեմ են եղել։ Ազգային հերոսներ ունենք, որը մեկն ասել է կանտոկախականներին գնդակահարել է պետք, բայց ազգային հերոս է։ Մյուսն ասել է ես ինձ կանիծեմ եւ վերանս կփակեմ, որովհետեւ կան մարդիկ, որ անկախություն են ուզում։ Դրանք ազգային հերոս են։ Բայց ինչ են արել, բացի մանր-մունր դրսևորումներից, մարտավարական լավագույն դեպքում։ Հիմա ես այդ դիրքերում եղել եմ, բայց Հայաստանի անկախությունը դրենք մի կողմ, ամերիկյան սենատորներ, պաշտոնատարներ դիմել են հենց ամերիկյան հանրությանն ու բարձր պաշտոնյաներին ասել են Հայրիկյանն այսպես է ասում, այսինքն ճակատագրի բերումով ես չեմ էլ գիտակցել, ես եղել եմ առաջնորդ եւ այդ առաջնորդի կարգավիճակը վերաբերում է որոշ շրջանի։ Հիմա երբ ես խոսում եմ այդպեսի պատասխանատու բանի մասին, ես հիշում եմ, որ օրինակ սենատոր Հելմսը ասում էր նախագահ Բուշին, պարոն նախագահ, լսենք Հայրիկյանին։ Հայրիկյանը այս տարբեր ազգերին միավորած ազգն է էլ դեմոկրատիայի վրա։ Հիմա ես գիտեմ, որ մեր բոլորի փրկությունը ոչ միայն հայերիս այլ բոլորի։ Այն է, որ Հայաստանը այսօրվա դրությամբ եմ ասում, Հայաստանը շուտափույթ կերպով սկսի քննարկումները, տեսեք ինչ եմ ասում, քննարկումները։ Եվ դա բավական է, հենց քննարկումը սկսեն պիտի ընդունեն։ Հայաստանը դառնա աշխարհի ամենաթիվ 1 ժողովրդավարական պետությունը, մյուս պետությունները նրա օրինակին հետևելով հերթով կգան այդ բանաձևին, նույնիսկ ժողովրդավարական պետությունները ստիպված կլինեն։ Կամ գրանցում է Ամերիկայի Միացյալ Նահանգները, որ մենք ունենք ընդամենը 40%-անոց ժողովրդավարություն, կամ էլ այդ 2 տարով ընտրվողները կոնգրեսի։ Այնտեղ հատուկ համակարգ կա, ամեն երկու ընտրատարածք միավորում ես իրար եւ այնպես ասանում, որ ընտրությանը մասնակցած բոլոր քաղաքացիները ներկայացված են։ Այդ բոլորը մշակված է։ Մշակված է նաեւ ֆեդերալ կառույցների համար։ Եվ աշխարհի վիճակը կփոխվի, այլևս այդ բանով սպառնալիքներով խոսողները կասեն նախ քո պետական համակարգը մի հատ ցույց տուր։ Մի հատ հաշվիր քո մասնագետներին տուր հաշվիր, քանի տոկոսանոց ժողովրդավարական եք։ Այսինքն ժողովրդավարական այլևս չի լինի ինչ-որ Transparency International մարդկանց մասնագետների կարծիքով գրած թիվ։ Այլ ցանկացած դպրոցական կարող է նշել թվերը եւ ստանալ թե որ երկիրը ինչքան է ժողովրդավարական։ Դա որակական փոփոխություն կլինի, որովհետև ժողովրդավարության մասին բոլորը խոսում են, մանավանդ Բայդենը կոնֆերանսներ չէ կազմակերպում, բայց չկար բանաձև չափորոշիչ։ Հիմա ես մի հասարակ բան գտել եմ, բայց այդ հասարակ բանը գտել եմ կես դար աշխատելու արդյունքում։ Շատ լավ, դուք խոսեցիք անկախության շրջանից, իրապես այն գործիչներից եք, որ ունեք մեծ ավանդ Հայաստանի անկախացման հարցում, որովհետև Չէ, մեծ ավանդ չունեմ, ես առաջնորդն եմ եղել եւ չեմ փորձում դա բան ծածկել։ Ցանկացած process նախ պետք է հասունանա գաղափարական դաշտում, հետո գործողություններ։ Տեսականորեն, այո, ճիշտ է, իհարկե։ Դա նկատի ունեի, նաեւ Խորհրդային Միության ժամանակ դուք բանտում եք հայտնվել հենց այդ գաղափարական հասունացման պատճառով, հա, հասունացման ոչ միայն ձեր, այլև գաղափարակիցների շրջանում եւ
Բայց հետո բանտն էլ է հասունացրել որպես բարձրագույն ուսումնական հաստատություն, հետ է մեկել դժվարություն մարդուն հասունացնում է, կախված մարդու ինտելեկտից։ Նաև միջավայրից, որում դու հայտնվել ես, այստեղ ես պիտի շնորհակալություն հայտնեմ KGB-ին, մի անգամ կոմունիստ Լեոնիդ Հակոբյանն ասաց, քանի լեզու գիտես, տեսնում էր միջազգային կոնֆերանսում տարբեր լեզուներով խոսում ենք, որտեղ է սովորել, ասի բանտում լատիշերեն, լիտվերեն, գերմաներեն, անգլերեն, ասի կարողանում է հաղորդակցել, ասում, հետո էլ բողոքում ես, տես ինչ լավ բանտ ենք ունեցել։ Ինչևէ, պիտի շնորհակալություն հայտնեմ, որ ինձ ծանոթացրել է մեր ժամանակների մեծագույն մարդկանց հետ։ Ամեն դեպքում ինչքան էլ դրական էր հարցից այսպես նախաբանը, մի քիչ կարող է տագնապ նկատվել հարցի շարունակության մեջ, դա Հայաստանի, այսպես ասենք, անկախության ուղղված մարտահրավերների ուժգնացումն է, հատկապես այս պատերազմական ընթացքը, որ մենք անցանք, դա երևի ավելի է մեծացնում ռիսկերը միջազգային հարաբերությունների որոշ չափով քաոսային բնույթը կամ ռազմական ուժի առաջին հորիզոն գալը, դա այն ազգերային ժողովուրդները, որոնք կատարյալ ռազմարտունաբերություն չունեն, բանակ չունեն եւ փորձում են ինչ-որ բաներ անել։ Եվ դաշնակիցներ էլ չունեն, դրանք ավելի շատ վտանգված պետություններ են։ Այս իմաստով ձեր կարծիքով ինչպես հաղթարել նաեւ Հայաստանի անկախության դեմ արկա մարտահրավերները, հարցս կարող է ընդհանրական թվալ, բայց կան կոնկրետ դերակատարներ, կան կոնկրետ ուղղություններ, որոնցից սպասում ենք ակնհայտորեն սպառնալիքներ։ Տեսեք, մեր բոլոր գործիչները խոսում են ամեն ինչի մասին, չէ՞, պիտի հզորանանք, սրանից զենք առնենք, նրանից զենք առնենք։ Լոզունգների եւ կենացների Պիտի, այո, խորացնենք մեր հարաբերությունները իբր թե դաշնակիցների հետ։ Իբր թե դաշնակից կան, նրանց հետ էլ պիտի խորացնենք։ Հազար բան են ասում, իրենց իրավունքն է, կարող եմ ենք էլ այդտեղից ինչ-որ բան քաղենք։ Բայց մի բան ակնհայտ է։ Սկսեմ վերջից։ Երբևէ եվրոպական տարածքը, եվրոպական ազգերը այսպես միաբանված չեն եղել իրենց ողջ պատմության ընթացքում։ Եթե եղել է մի կայսրություն, եղել է հակառակ, նրանք իրար դեմ կռվել են։ Եթե վերջի շրջանում ասենք Եվրոպայի կեսից 30 տարի առաջ Եվրոպայի միայն կեսն էր ՆԱՏՕ-ի հյուսիսատլանտյան դաշինքի անդամ, գնալով դա ընդհանրացակվեց, ընդգրկեց բոլորին։ Սա ցույց է տալիս, որ նույնատեսակ արժեքներով ապրող մարդիկ կանխարգելել են այդ վտանգներն իրենց համար։ Ժողովրդավարությամբ նախ եւ առաջ եւ նաեւ դաշնակիցներով։ Որտեւ եթե դու ժողովրդավարական ես, գիտեք, ոչ ժողովրդավարները նույնպես կարող են դաշնակից լինել, բայց այնտեղ միայն շահն է։ Նյութական շահը։ Հիմա նյութականի եւ հոգեվորի պայքարում, եթե նյութականն է հաղթում, դա ողբերգությունն է, եթե հոգեվորն է, արժեհամակարգն է առաջ գալիս, դա շահեկան է նաեւ պարտվողների համար։ Եթե պատկերացրեք, երկրորդ համաշխարհային պատերազմ հաղթողները լինեին միլիտարիստական Ճապոնիան եւ ֆաշիստական Գերմանիան, հակառակորդների վիճակը պատկերացնում եք։ Բայց քանի որ տեսեք պարտվողների համար հաղթողը Ամերիկան էր, Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան եւ մյուս նրանց համար է շահեկան պարտվել այդպիսի հակառակորդի, որ հետո քեզ ասում են ընդամենը մարդավարի է, քեզ մարդ պահի, մարդակերպ ապրիր։ Իհարկե որոշ մարդիկ շարքային քաղաքացիներ չեն խորանում այդ երևույթների մեջ, բայց ես որ խորացել եմ, հասկանում եմ, որ առաջինը հզորացումն է, չէ՞, բոլորը խոսում են, բայց հզորանալու նախապայմանը քաղաքացիներին այդ օրինակը հաճախ ասել եմ, հիմա ավելորդ չի կրկնել։ Երբ տալիս ես մի հուղակ մարդու, ասում ես այստեղ ապրիր, իր պետքն չի թե մի 3 ամսով ապրիր, իր պետքը չի ինչ կլինի։ Երբ տալիս ես այդ նույն հյուղակը, ասում ես, սա քոնն է։ Այդ տեսնում ես, որ 3 ամսվա ընթացքում ինքը այդ հյուղակը դարձրեց կարգին, դա որտեղ տանտերն է։ Հիմա նույնը վերաբերում է ժողովրդին։ Երբ ժողովուրդը ապրում է ժողովրդավարական երկրում, բայց ոչ թե Նիկոլ Փաշինյանի հետ բլա դուք վարչապետ կդառնաք։ Չէ, դրա մասին չի խոսքը։ Այլ նրա մասին, որ մենք կունենանք համակարգ, որտեղ Նիկոլ Փաշինյանը փոխարինողը չի կարող Նիկոլ Փաշինյանի սխալները թույլ տալ։ Դեսեք չեմ ասում հանցագործությունները թույլ տալ։ Եվ իսկ այս դեպքում երբ ուղղակի ասում ես իշխանությունը փոխենք ամեն ինչ լավ կլինի, ստում եք բոլորդ։ Իշխանությունը այսօր փոխեցիք, հաջորդ Նիկոլն է դառնալու, որտեղ ինքը մի համակարգում է, այդ կայուն մեծամասնության փաստը հերիք է, որը իրեն տրամադրում է լինել բան։ Մեր փրկությունը, եթե այսպես ասենք, ամենաառաջին գործը քաղաքացուն երկրի տերը դարձնելն է, ձեր խոնարհծառայի եւ իմ ընկերների ԱԻՄ-ի առաջարկած բանաձևով իմիջիայլոցից խորհրդանշական այստեղ գալուց առաջ մի հայտնի հանրային գործիչ զանգեց, որ ուզում են հանդիպել, քննարկել բացարձակ ժողովրդավարության նախագիծը։ Ասեցի մենակ թե ոչ, հենց որ նոր խոսում եք քիչ առաջ, այսօր արդեն ասում եմ 8 հոգով հավաքվելու ենք, ուզեինք որ դուք գաք ներկայացնեք։ Այսինքն մարդիկ նույնպես սկսել են հասկանալ համատարած, որ հայրիկյանը հենց այնպես չի ասում։ Ի վերջո գիտեք, եթե ամեն ինչ դնում ենք մի կողմ,
Սենց մի հատ հանգիստ անաչառ նայում ենք։ Բախտներս բերել է, իմ բախտն է բերել, որ այս ազգի ամենածանր պայմաններում գտնվելու շրջանում ազգային առաջնորդը ոչ թե այմի առաջնորդը։ Չնայած այմը ազգային ինքնորոշում էր, չի ասում ամբողջ ազգը միավորել։ Ազգի առաջնորդը կենթանի է եւ բան ունի ասելու, ոչ թե նստած է իր ժողովրդավարություն եւ անկախության թանգարանային համալիրում, պիտի չեն պատասխանել, գիտեք, դեռ պատասխանը չկա։ Նվեր ես տալիս չեն վերցնում, որտեղ այնտեղ կա ժողովրդավարություն եւ անկախություն բառերը։ Այլ գործում է։ Ուրեմն մեր փրկությունը առաջինը Հայաստանը դարձնել իսկապես ժողովրդավարական երկիր, այնպիսի երկիր, որ նույնիսկ քաղաքակիրթ կոչված ազգերը, համարվող ազգերը նախանձեն, ասեն ինչի իրենք ունեն այդ համակարգը մենք չունենք։ Երկրորդ, հայտնվել են միջավայրում, որ դու կարող ես, ինչպես քիչ առաջ օրինակ բերեցի Եվրոպան։ Եվրոպայում էլ կան չէ մեկ-երկու խևեր կան, որ իրենք ասում են մենք մեր գիծն ենք տանում, բայց ընդհանուր առմամբ այդ մթնոլորտը ազդում է։ Դա ճանապարհն է եւ հետո պիտի նպաստես, որ քո թշնամիներն էլ բարեփոխվեն։ Ի վերջո, տեսեք, ես ադրբեջանցիների հետ շփվելիս, չէ, միշտ ասում եմ, գիտես, այսպես է, ես քեզ հետ խոսում եմ որպես իր հայությունում մոռացած մարդ։ Ես չեմ կարող քեզ ատել, որովհետև քեզ համարում եմ իմ եղբայրը, որը իր ազգային ծագումը մոռացել է։ Բայց դու քեզ հայի պես բայր, հետաքրքիր բան է կատարվել։ Եղել են այդպես կոնֆլիկտային վիճակներ, ասում եմ, ոնց, ուրեմն մենք եղբայրասպան կռվով ենք զբաղված։ Ասում եմ, այո, այդպես է, գենետիկա կա, գիտություն կա։ Հա, մի քանի տոկոս կան այն նվաճողներից մնացած, բայց ընդհանուր առմամբ մենք մարդ ենք ու անհասկանալի է այս կեցվածքը։ Այսինքն, երբ ես նախնական փուլում ես գտել է եւ բաժանում էի պետությունների դեսպաներին, մեկը զարմացած ինձ ասեց, բայց դու ինչի ես անվճար տալու պետությունների թվում նշում Ադրբեջանին։ Վրացիներին հասկացանք, Վրաստանի ազգային հերոսները քո ընկերներն են եղել, իրար հետ պայքարելով Ուկրաինան, նույնպես Իսրայելը, բայց Ադրբեջանին ասում եմ, որովհետև ուզում եմ Ադրբեջանն էլ քաղաքակրթվի։ Դա եւ իրենց օգուտն է, եւ իմ օգուտը։ Պիտի աշխատենք բոլոր ուղղություններով ու աշխատենք նպատակասլաց։ Այսինքն դուք խաղաղությունը այս ռեգիոնում պատկերացնում եք ժողովրդավարացման միջոցով։ Չէ, ամբողջ աշխարհում։ Ոչ միայն Հայաստանում, ոչ միայն մեր տարածաշրջանում, ամբողջ աշխարհում պատկերացնում եմ դրա եւ դա ուտոպիա չի։ Ինչպես եւ դա ուտոպիա չի, ժողովրդավարության միջոցով խաղաղության։ Ուտոպիա էր մինչեւ այն պահը, մինչեւ որ Հայրիկյանն ասեց, գիտեք, ներկայացուցչական մարմին, որ ասում եք, այդ ներկայացուցչական մարմինները տարբեր չեն լինում, ասում են լինում են տարբեր։ Դուք չափել եք ներկայացուցչական մարմինների ներկայացուցչականության գործակիցը։ Դա եղել է իմ ավարտական թեզը։ Մեր կուրսում իրավաբանականում բոլորը բանավոր քննություն տվեցին։ Ես գրեցի այդ թեզը։ Եվ իմ դասախոսը ներկայիս Սահմանադրականի Վարդան Այվազյանի հայրը ասեց, բայց սա պատրաստի գյուտ է, արի տեխնացուականը պաշտպանիր սրա հիմա վրա, ես հետևից չընկա, որովհետև ինձ համար բավական էր այդ փորձառու մարդու գնահատականը։ Այսինքն, երբ դու ասում ես ներկայացուցչական մարմինները կարող են լինել 100% ներկայացուցչական եւ 10%, այդտեղից արդեն դու դնում ես պարլամենտարիզմի հիմքերը։ Հիմա ես դա արել եմ, ինձ Աստված դա ինձ տվել է, ինչպես տվել են, որ 5 անգամ դատվեմ, 18 տարի նստեմ ու կենթանի մնամ։ Որոշ դժբախտներ ասում են, Հայրիկյանը ո՞նց 18 տարի են դաժան պայմաններում այդքան կարծեր, պատժաբանտեր եւ այլ կենթանի մնացել։ Ես չեմ մնացել, Աստված պահել է։ Ինչպես Աստված բոլորին կամ պահում է, կամ ասում է լավ, ժամանակն է արի ինձ մոտ։ Հիմա էլ ինձ այդ նույնիսկ մահափորձից հետո պահեց, երևի որպես այսօր մենք խոսենք իրար հետ եւ եւս մեկ անգամ ասեմ, որ այո, ժողովրդավարությունը, բայց իրական ժողովրդավարությունը։ Տեսեք, ես սկսեցի ներկայացուցչական մարմնից։ Հետո գալիս են մյուս։ Օրինակ մեր մոտ այդ իմաստով սարսափելի վիճակ է։ Այս երկու օրը ես արդեն դատախազին խիստ նամակ եմ գրելու, որ ձեզ դիմում է տրված նորմատիվ ակտը խախտելու սահմանադրական երևույթների մասին, պատասխանատվության կանչելու մասին։ Ինչու դուք ձեր ուղարկած դիմումի հետքերով չեք գնում։ Իրենք ուղարկել էին քննչական կոմիտե, մեկ ամսվա ընթացքում քննչական կոմիտեն պիտի ասեր, այո, սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը դարձել է կոռուպցիոն հանցախումբ եւ ընտեղ ապօրինի աշխատավարձներով եւ այլն, եւ հիմնական գաղափարից էլ սահմանադրության բարեփոխման հեռացել են ապօրինաբար։ Գիտեք չէ, նոր սահմանադրության մասին որոշումը կամայական բռնապետիկի որոշում է։ Այդպիսի որոշումներ միայն Մուսոլինին, Հիտլեր եւ մյուսներն էին ընդունում, որ ես այսպես եմ կարծում։ Դու հանձնաժողով ես ստեղծել, որ նա կարծիք տա։ Իդեպ ասեմ, որ Վարդան Այվազյանը վերջերս իր հրապարակային ելույթում ասաց, որ հանձնաժողովում ընդգրկված մարդիկ մասնագիտական դրանցից ոչ մեկը հայտնի չէ որպես սահմանադրագետ։ Շնորհակալ եմ պարոն Հայրիկյան զրույցի համար։ Ես եմ շնորհակալ։ Factor TV-ում հյուրընկալել ենք պարոն Հայրիկյանին։